Լավ, հարգելի գործընկերներ, եկեք բան անենք, փորձենք մասնագիտական բանի մեջ մնալ։ Բանը բանից արդեն անցել էր, երբ Բաբկեն Թունյանը հորդորում էր նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանին եւ էկոնոմիկայի նախարարին մնալ մասնագիտական քննարկման դաշտում։ Կառավարության նախորդ տարվա ծրագրի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ Աղազարյանին դուր չի գալիս Գևորգ Պապոյանի գնահատականը, թե ինքը զլանում է համացանցում կարդալ տնտեսական ցուցանիշների մասին վիճակագրությունը եւ մեղադրում է ձախողումների համար։ Պատասխանատու գնահատական եք դնում։ Ես ուզում եմ ձեր ոգևորությունը տարբեր հարցերի պատասխանելուց մի քիչ սառը ջուր լցնեմ ձեր ոգևորվածության վրա։ Մի քիչ չէ, լավ էլ սառը ջուր է լցնում Աղազարյանը ՔՊԱ-ականների գլխին, մեղադրում տնտեսության մասին ճիշտ թվեր չներկայացնելու համար։ Այդ որ ասում եք, այսքան տնտեսական աճը փուչիկ է մի մասը։ Եթե հարկեր հարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակով, ուրեմն ձեր ասածները փուչիկը, ուրեմն փուչիկի մասին մի խոսացեք։ Փուչիկի Աղազարյանի ելույթն է նմանեցնում Պապոյանը, պնդում է, չեն ձախողել 2024-ին, քանի որ ՀՆԱ-ի մոտ 6% աճ են ապահովել։ Շատ բաներ կան փուչիկներ, այդ շատ բաներ կան փուչիկներ, այդ շատ ելույթներում, բայց 5.9% ՀՆԱ-ի աճը դա փաստ է, ես ցավում եմ, որ դուք անգամ տեղեկություն չունեք նրա մասին, որ ոսկու վերաարտահանումը 0-ին մոտ ազդեցություն ունի իրականում ՀՆԱ-ի աճի մեջ եւ ուղղակի ցավ եմ ապրում, որ այդ մինիմալ գիտելիքները չեք տիրապետում։ Ոչ թե մինիմալ, այլ ստույգ տեղեկություններ ունի Հովիկ Աղազարյանը, որ 2024-ին ավտոմեքենաների ներկրման գործում սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով պետական բյուջե չի մտել $250 միլիոն։ Բայց ինչ բան արել եք այդ ուղղությամբ աշխատանքներ շտկեք իրավիճակը, թե չէ։ Արել եք ինչ-որ բաներ այդ ուղղությամբ, որովհետև ես ունեմ տեղեկատվություն պաշտոնական, որ անցած տարվա հոկտեմբեր ամսվա դրությամբ $1 միլիարդ մեքենաներ բիզնեսով գնացել են Ռուսաստան։ Այդ $1 միլիարդ մեքենաների ճնշող մեծամասնությունը հայ տնտեսվարողներ են, որոնք այսօր գնացել են Վրաստան եւ Վրաստանի պետական բյուջեն են լցնում, իսկ մենք զրկվել ենք $250 միլիոն։ 5 ամիս առաջ ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյան Արգիշտի Քյարամյան սկանդալից հետո պարզվեց, որ Աղազարյանի որդին նույնպես զբաղվել է ավտոներկրմամբ։ Ման ասացիք։ Եվ ըստ Քյարամյանի Աղազարյանը մի քանի անգամ քննչական կոմիտե է զանգել որդու հարցերը կարգավորելու համար։ Ինձ դիմել են ձեր տղայի։ Հետո Աղազարյանը պարզաբանել էր, ինքը եւ էլի շատ ՔՊԱ-ականներ պետական կառույցների հետ այդ ընթացքում փորձել են կարգավորել տնտեսվարողների խնդիրները։ Մեկ շաբաթից Հայաստանի գլխավոր դատախազը խորհրդարան կգա Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Միջնորդության հիմքում, այսպես ասած, մանր եղջերավորների գործն է։ Դատախազությունն ուզում է քրեական հետապնդում սկսել առանձնապես խոշոր չափով կաշառքի հոդվածներով։ Պատերազմի օրենքների համաձայն Աղազարյանը կգնա ԱԺ-դահլիճ ու կմասնակցի իրեն անձեռնմխելիությունից զրկելու նախագծի քննարկմանը։ Խոստանում է այնպիսի բաներ ասել, որոնք շատերին կցնցեն։ Նկատում է, Փաշինյանը իրեն չի ներում, որովհետև չի ենթարկվել SMS-ային հրահանգին, բայց դե վարչապետը չգիտեր, որ Աղազարյանը սանձվող տեսակ չէ։ Ինչ է կարծում կա ձեր ուժը լուրջ վտանգներ է ՔՊ-ի համար ներկայացնում։ Այո, այդ դու չգիտես։ Առաջիկայում կհամոզվես։ ՔՊԱ-ական կապանքներից այլևս ազատված Աղազարյանը ակնարկում է, թե իր դեմ արշավով Փաշինյան ուզում է սանձել մյուս ՔՊԱ-ականներին, քանի որ կան գործընթացներ, որոնք պետք է սահուն անցնեն։ Թե ինչ գործընթացների մասին է խոսքը, Աղազարյանը փակագծեր չի բացում։ Հավանաբար խոսքը խորհրդարանում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վավերացման մասին է, որտեղ Փաշինյանը պետք է ստանա խմբակցության դրական քվեարկությունը։ Իդեպ Աղազարյանը չի բացառում, որ Գյումրիի ընտրություններում պարտությունից հետո բոլոր ՔՊԱ-ականները մանդատազրկվեն։ Իշխող թիմի պարտությունն է կանխատեսում Աղազարյանը երկրորդ քաղաքում, որից հետո Փաշինյանին այլ երբ չի մնում, քան գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն որոշումներ ընդունելու ժամանակահատվածում եւ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես, նաև
ինքը սպառվել է, եւ պետք է գնա հանգիստ։ Եվ մենք բարյապես դա չի բարյական չի, նույն բանը չի։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի։ Վերջի քննարկումների ԿՊԱ-ական ֆինանսների նախարարը մեծ հույսեր ունի, որ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման Փաշինյանը խաղաղություն է բերելու տարածաշրջանին, բայց չգիտի, թե ինչու է պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանը շարունակում Հայաստանին մեղադրել կրակոցների համար։ Ես հավատում եմ, որ ստորագրվելու է այդ համաձայնագիրը եւ հույս ունեմ հնարավորինս շուտ։ Եվ լինելու է խաղաղություն։ Ես շատ մեծ հույս ունեմ։ Հովհաննիսյանը հերքում է տեղեկությունը, թե 750 միլիոն դոլարի եվրաբոնդերի թողարկումը կապ ունի խաղաղության պայմանագրում Երևանի զիջումների հետ։ Կարծիքներ կան, որ Ադրբեջանի պահանջներին համաձայնելու դիմաց Հայաստանը 750 միլիոն դոլար է ստացել։ Ես կարծում եմ, որ արդեն ասվել է, որ խաղաղության պայմանագրով մենք որևէ զիջում չենք անում, սա երկկողմանի գործընթաց է, իսկ մնացած կոնսպիրոլոգիաներին չեմ կարող մեկնաբանել։ Ֆինանսների նախարարությունը հայտնում է 750 միլիոն դոլարի եվրաբոնդերի գումարի մի մասը Հայաստան ուղղելու է պետական պարտքը մարելուն։ Փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 13 միլիարդ դոլար է։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։